Ողջույն հայեր ջան, մեղադրյալը իր ոտքով ներկայացավ։ Ես ներկայանամ այս մեքենայի տերն եմ, որի նկարը վերջին օրերին լայնորեն տարածվեց համացանցում և մեծ արձագանք գտավ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մեծրոպ Եսայանին նկարը տեղադրելու և տարածելու համար։ Լայնորեն տարածվեց նաև DJ Ռոլանդի Facebook-յան էջում և մեծ արձագանք գտավ։ Հետևաբար, որպես մտահղացման հեղինակ և իրագործող ցանկանում եմ որոշակի անդրադարձ ունենալ մեկնաբանություններին, նստեմ մեքենայի մեջ ու փորձենք մի քիչ զրուցել։ Բարև բոլորին։ Ժորժ ջան, մանրամասնորեն նայել եմ, ինձ էլ էր շատ հետաքրքիր արձագանքները, Մեծրոպի և DJ Ռոլանդի էջերում նայել եմ բոլոր մեկնաբանությունները, կային բազմապիսի մեկնաբանություններ և հիմա փորձեմ հերթով անդրադառնալ դրանց, կան թե լավ, թե վատ մեկնաբանություններ։ Կան այնպիսի մեկնաբանություններ, որ նախ սկսեմ իմ ընտանիքի կազմից, շատերը հարցնում էին, թե այս գրողը քանի երեխա ունի, ասեմ, որ ես ունեմ 3 տղա, 9 տարեկան, 7 տարեկան և փոքրս 1 տարեկան, վերջերս լրացավ։ Շատ մեծ ցանկություն ունեմ, որպեսզի ընդլայնվի ընտանիքս, Աստծու կամոք, Աստված ոնց կկամենա, կնոջս հետ կապված դիմադրության եմ հանդիպում, պատճառաբանում է, որ առողջական խնդիրներ կան և իրոք երրորդ երեխայի հետ կապված ահագին դժվարություններ ունեցավ։ Տեսնենք, Աստված առաջ, տեսնենք ոնց կստացվի։ Համենայն դեպս ես շատ եմ ուզում, որ իրագործեմ այնինչ գրված է մեքենայի վրա։ Բազմաթիվ մեկնաբանություններ եղավ այն մասին, որ միայն ունենալը շատ քիչ է, պետք է նաև այդ երեխաներին մեծացնել, դաստիարակել, կրթության տալ, սնել ի վերջո։ Համաձայն եմ Ժորժ ջան, բոլոր մեկնաբանությունների հետ համաձայն եմ, ոչ մեկի մեկնաբանությունը չեմ անտեսում, չեմ վատաբանում, ընդունում եմ բոլոր մտահոգությունները։ Իսկապես, եթե երեխան ծնվում է, պիտի հնարավորություն ունենա նորմալ մարդավարի սնվելու առաջի հերթին։ Առողջապահական իրավունք ունեն բոլոր երեխաները, հետևաբար պիտի այդ իրավունքից ևս օգտվեն։ Արժանավայել ապրելու, լավ ապրելու, ի վերջո ապրում ենք 21-րդ դարում և կան լիքը գայթակղիչ երևույթներ, որոնք մենք բոլորս, ով տեսնում են, ցանկացածն էլ ուզում է թեկուզ փոքր տարիքից լավ խաղալիք ունենա, հետո մեծացավ լավ արթուզարդ ունենա, հետո լավ շորեր հագնի և այլն, ամեն ինչից բոլորս էլ ուզում ենք օգտվենք, բայց ասեմ, իմ կարծիքը մինչև 20 թվականի պատերազմը ես նույնպես եղել եմ սահմանափակ եմ մտածել երեխաների ուղղությամբ, այսինքն մտածել եմ 1 կամ 2 երեխա, մինչև պատերազմը ունեցել եմ 2 տղա։ Պատերազմից հետո տրամագծորեն փոխվեց իմ կարծիքը։ Այն կորուստները, այն արհավիրքը, որ մենք տեսանք, ես շատ եմ վերլուծել, 5 տարի արդեն վերլուծում եմ մինչև հիմա և հանգել եմ այն եզրակացության, որ ամեն դեպքում մարդաքանակը ինչ-որ որոշիչ դեր ունի։ Ես համաձայն եմ այն մեկնաբանությունների հետ, որոնք ասում են, որ քանակը այդքան կարևոր չի, որակն է կարևոր։ Ինչ-որ միտեղ համաձայն եմ։ Թող որակ էլ լինի, բայց փաստը մնում է փաստ, որ քանակը ևս խնդիր է լուծում։ Պարզվում է, որ մենք Ադրբեջանի հետ ներկայումս ունենք մոտավորապես 1000 կիլոմետր սահման։ 1000 կիլոմետր։ Ես ռազմավար չեմ, ստրատեգ չեմ, ռազմական փորձագետ չեմ, չգիտեմ, սենց ուղղակի կողքից նայելով պատկերացնում եմ, որ գոնե ամեն 100 մետրին
մեկ զինվոր պիտի կանգնած լինի, իսկ դա արդեն 10,000 թիվ է, մենակ Ադրբեջանի հետ սահմանը։ Իսկ որպեսզի այս խնդիրները լուծենք, մենք պիտի մարդաքանակ ապահովենք։ Անդրադառնամ այն մտքերին, որ ասում են երեխային պիտի ապահովվի, պիտի կարողանաս սնունդով ապահովել եւ այլն։ Ժորժ ջան, ես օրական աշխատում եմ մոտավորապես 14-ից 15 ժամ, բայց էլի չեմ հասցնում իմ երեխային ապահովել նենց ոնց որ ուզում եմ։ Ես կուզենամ շատ ավելի լավ ապահովեմ, շատ ավելի բարիքներ ստեղծեմ իմ երեխայի համար, բայց չի ստացվում։ Առայժմ ունեմ միլիոններով վարկեր, բայց չեմ ընկճվում, թուխս չեմ գցում, տրամադրվում եմ, անում եմ, գոնե այն նվազագույնը անում եմ, սննդի խնդիր փառք Աստծո երեխաներս չունեն, հագուստի խնդիր փառք Աստծո չունեն։ Հիմա որպես օրինակ բերեմ օրինակ մեր մեծերից, ենթադրենք, չգիտեմ, Կոմիտասին կամ Պարուսևակին կամ Եղիշեչարենցին կամ ցանկացած մեծերի մենք ունեցել ենք վերջին 2 դարերում գիգանտներ, համաշխարհային մակարդակի գիգանտներ ենք ունեցել։ Ինձ կարող եք ասել այդ գիգանտներից որ մեկն է իր մանկության տարիներին ապրել ապահով երջանիկ։ Նյութական տեսակետից երջանիկ։ Շատ քիչ մարդիկ կլինեն, վստահ եմ, որ շատ-շատերը անցել են դժվարությունների, նույնիսկ սովի միջով են անցել, նույնիսկ, չգիտեմ, հիվանդությունների միջով են անցել, բայց կարողացել են դառնալ համաշխարհային կարգի մտածողության տեր մարդիկ, լուրջ գործեր են արել մեր հասարակության, մեր ազգի համար, հետևաբար չեմ կիսում այն գաղափարը, որ միայն նյութական տեսակետից պիտի ապահովենք, որպեսզի ընտանիքը պիտի նյութապես ապահով լինի, որպեսզի շատ երեխաներ ունենա։ Փառք Աստծո, մենք մեր օրինակում, մեր կենցաղում տեսնում ենք լիքը մարդիկ, ովքեր որ ապահով են, չունեն ոչ մի խնդիր, կամ համենայն դեպս լուրջ խնդիրներ չունեն, բայց սահմանափակվում են 1-2 երեխայով։ Հետևաբար մտածելակերպի խնդիր է։ Իսկ կան մարդիկ, ովքեր օրվա հացի կարոտ են, բայց ունենում են շատ երեխաներ։ Այստեղ էլ կա մտածելու, տխրելու, մտահոգվելու առիթ, միգուցե շատերը պետական այդ օժանդակությունից 1 միլիոն կամ չգիտեմ ամսական այդ փոխհատուցումներից օգտվելու այդ պահին իրանց թվում է, թե ինչ որ դա կարա երջանկացնի կամ թեթևացնի իրանց կյանքը, միգուցե դա էլ է նպաստում, բայց Ժորժ ջան, այնքան նուրբ հարց է, ես չեմ ուզում ոչ մեկին ոչ մեղադրել այդ հարցում, ոչ պաշտպանել եւ այլն։ Ես համոզվել եմ մի հարցում, որ մենք պիտի շատանանք։ Շատ ցանկալի է, որ մենք ապահովենք մարդաքանակին զուգընթաց ապահովենք նաև որակական աճ ունենանք։ Իհարկե մենք պիտի ունենանք առողջ սերունդ, իհարկե պիտի ունենանք կրթված սերունդ։ Պիտի դաստիարակության հարցում լրջորեն մտածենք, բայց ասեմ, որպես 3 երեխայի ծնող, երկուսը արդեն 6 եւ ավել տարիքի, ասեմ, որ իմ պատկերացածը չի իրականանում դաստիարակության առումով։ Մեծապես, մոտավորապես 70 եւ ավել տոկոսով կարծում եմ հիմա երեխաներին դաստիարակում են հեռախոսները։ Շատ մեծ ցավով եմ ասում։ Ես չգիտեմ, տարբեր ձևերով փորձել եմ երեխաներին դաստիարակության մեթոդ փոխել, թե բռնանալ, թե հասկացնել, թե չգիտեմ, իմ մտավորունակությունները առայժմ չեն հերիքում, ես որպեսի կողմնորոշեմ, թե երեխաներին ինչպես դաստիարակել, ինչպես լավ մարդ պատրաստել։ Ես սիրում եմ իմ երեխաներին, վստահ եմ, որ իրանք լավ մարդիկ են, բայց վստահ չեմ ինտերնետի տված օգուտներին, ճակերտավոր օգուտներին։ Անկեղծորեն մտահոգություններ ունեմ, լուրջ մտահոգություններ կա, թե նրանք ինչպիսի ապագա պիտի ունենան։
Հետևաբար Ժորժ ջան, հաշվի եմ առնում բոլորիդ դիտողությունները։ Նաև կցանկանամ նշել, որպեսզի մեքենայի ապակի մի փոքր տարածք է ընդամենը տեքստը նշելու համար։ Ես նշել եմ այն, ինչը որ գտել եմ հարմար, ինչը որ ես կարող եմ անել։ Բնականաբար շատ այդ մտահոգությունների պատասխանները կան, կարող եմ ինչ-որ միտեղ նշել, բայց ապակու վրա հնարավոր չէր լինի նշել քանակ ապահովենք որակի հետ զուգահեռ, կրթության հետ զուգահեռ, սննդի եւ այլն։ Ես գրել եմ այն, ինչը կարճ տեսքով հնարավոր էր հասկացնել հասարակությանը, թող այդ հասկացնել բառը վիրավորական չհնչի։ Ուղղակի իմ մտահոգությունը, իմ ապրումները եղան նաև բազմապիսի հումորային մեկնաբանություններ, մեկը գրել էր այ ախպեր լիմոնադի ցեղչի երեխայա, դա ընդունում եմ որպես հումորային, բայց ժողովուրդ եկեք լրջանանք, հումորը հումոր, կատակը կատակ, բայց լրջանանք ու իրոք գիտակցենք, որ մենք գոյութենական խնդրի առջև ենք կանգնած հիմա։ Մեր թշնամին երբեք չի կանգնելու, մեր թշնամին հաստատ օգտվելու է ցանկացած փոքր շանսից, որպեսզի մեզ վնասներ պատճառի, մեղմ եմ ասում։ Այն ինչ կարողացավ անելու է մեր թշնամին, իսկ մենք մեր մարդաքանակի ապահովմանը զուգընթաց պիտի իրոք կարողանանք ճիշտ ծերունդ դաստիարակել, կրթել, ճիշտ առողջապահություն մշակել, սեր դնել սերնդի մեջ առ հայրենին, պիտի կարողանանք մաքուր պահել մեր երկիրը, բոլոր բնագավառներում, ցանկացած ոլորտում մենք պիտի մեզ փոխենք առաջինը, հետո փորձենք դիմացինին փոխել ու կարողանալ բարիքներ ստեղծել։ Էլ ինչ կարծիքներ եղավ, փորձեմ հիշել ինչ կարծիքներ եղավ եւ անդրադառնալ այդ կարծիքներին։ Մեքենայից հետ կապված էլի տենց հումորային, կարծում եմ կիսահումորային բան եղավ, մեկը գրել էր 5-6 երեխա ունենալու համար տենց փոքր մուլտիկ ավտո պետք չի, եղբայր ասեմ, որ այս ավտոն ճիշտ է, շատ եմ սիրում, բայց իմ երազանքների մեքենան չի, իմ երազանքների մեքենան այս պահին 24 թվականի Toyota Sienna-ն է, ու ես եթե Աստված կտա հնարավորությանը սահմաններում կփորձեմ ունենալ այդ մեքենան, կամ եթե չեմ ունենա այդ մեքենան հնարավորությունը սահմաններում նպատակ ունեմ մեծացնել 7 տեղանոց ունենալ, կարևոր չի, կարևորը որ մեքենան կա, իմ առօրյա խնդիրների հոգսերը լուծում է, իմ ընտանիքին տեղափոխում է, հնարավորության դեպքում նաև մարդկանց եմ օգտակար լինում։ Փորձում եմ մտաբերել։ Մեսրոպ ջան, ողջույն, եղբայր, շատ շնորհակալ եմ քեզ նկարը տեղադրելու ու տարածելու համար։ Ես դե ոչ թե իմ շահն եմ փնտրում, ինձ տեղ իմ շահը այնքանով է, ինչքան որ ազգի ու երկրի շահն է։ Ուրախ եմ, որ մեծ արձագանք է գտել։ Ուրախ եմ, որ շատերը համամիտ են, կան նաև շատերը, որոնք համամիտ չեն։ Եթե կփորձեմ իմ մեկնաբանություններով փոխել նրանց կարծիքը, շատ ուրախ կլինեմ։ Եթե նրանք կմնան իրենց հանդրտվելի կարծիքին, էլի թող մնան իրենց կարծիքին, բնականաբար հարգում եմ այդ կարծիքը։ Ամեն դեպքում Ժորժ ջան, մտածելու թող տեղիք տա այս գրառումը, այս իմ քայլը։ Իրոք մենք այսօր մարդաքանակի խնդիր ունենք։ Բանակի հետ կապված հասկանում ենք, որ փոխարինման խնդիր կա եւ այլն, շատ չմանրանամ, պետք չի, բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ խնդիրներ կան։ Ուղղակի եկեք մեր մեջ հասկանանք, գիտակցենք, գիտակցենք այն երևույթը, որ մեր մեծերը, մեր, չգիտեմ, օրինակ Պարուսևակը կամ օրինակ ինչ որ մեկը, Արամ Խաչատրյանը, միգուցե իրենց մանկության
տարիներին ինչ որ չափով սննդի խնդիրել են ունեցել, սովածել են, մեծացել, բայց մեծացել են, դարձել են Պարուս Սևակ եւ Արամ Խաչատրյան, Վիկտոր Համբարձումյան եւ այլն, Կարեն Դեմիրճյան։ Տարբեր ոլորտների տարբեր մեծեր են ծնվել ու մեծացել մեր ազգում, մեր ազգը ապրել է, ապրում է ու վստահ եմ դեռ պիտի ապրի։ Շատ կարևոր դիտարկում։ Մեկը հետևորդներից մեկը անդրադարձել էր, ասել էր Գազայում գազան փրկվեց, շատ ինձ հոգեհարազատ ու միաժամանակ շատ ցավոտ խնդրեր է անդրադարձել, չեմ հիշում տղա էր թե աղջիկ էր անդրադարձողը։ Շատ եմ մտածել ես այդ ուղությամբ, վերջերս նույնիսկ վերլուծություն կատարեցի, ինֆորմացիա փորձեցի Գազայի մասին իմանալ ու պարզվեց, որ Գազայի տարածքը մոտարապես Երևանի տարածքից 1.5 անգամ ավել է, Սիսիանի տարածաշրջանից, նախկին Սիսիանի շրջանի տարածքից մոտարապես 4.7 անգամ փոքր, այսինքն մի փոքր քաղաքի չափ տարածք է Գազայի տարածքը, բայց այնտեղ կան մի քանի քաղաքներ, չգիտեմ, ստույգ թվա անդադ ասում են Գազայի այսինչ քաղաք է, Գազայի այսինչ քաղաք է, եւ 2 միլիոնից մինչեւ 3 միլիոն բնակչություն։ Ժողովուրդ ջան, Գազան փրկվել է այնքանով, որ մինչեւ հիմա կա։ Կարծում եմ բոլորս էլ գիտակցում են, որ Գազայի վիճակը ավելի վատ է, քան մեր վիճակը։ Մենք գոնե 30 տարում տեսել ենք 3 պատերազմ, իրենք վերջի 60-70 տարում անթիվ անհամար պատերազմներ են տեսել, գոնե 2-3 տարի մեկ անգամ պատերազմի մեջ են մտնում ու շարունակում են, նրանց մտածելակերպը չի փոխվում, շարունակում են ունենալ 8-9-10 երեխաներ։ Կարծեմ 9-րդ աշխարհի մասշտաբով բնակչության աճի տեմպով 9-րդ տեղում է գտնվում Գազան, կոնկրետ ընդհանուր Պաղեստինը եւ կոնկրետ Գազան 9-րդ տեղում է աշխարհի աճի տեմպով։ Նրանք տեսնում են, չէ՞, այդ ավերները, այդ մահերը, իրանց երեխաները իրանց ձեռքի մեջ մահանում են, բայց չգիտեմ նրանց մոտ ինչն է դրդում, որպեսզի նրանք շարունակեն երեխա ունենալ։ Իմ կողմից շատ հարգված մի կին, որը որդեկորույս է, Մեսրոպի էջում դիտարկում էր արել, որ 22 թվին, 23 թվին է կարծեմ զոհվել իր տղան, դիտարկում էր արել, որ ում համար ունենանք երեխա, որ տանենք Թուրքին տանք, հարգելով այդ կնոջ կորուստը, հարգելով նրա վիշտը, ոչ մի հակասական բան չեմ ուզում ասել, բայց ուզում եմ ասել, որ Գազայի օրինակը մեր աչքի առաջ ունենալով մենք պիտի մեր մեջ ուժ գտնենք ու շարունակենք երեխա ունենալ։ Չգիտեմ այդ երեխաներից քանիսը մենք հայրենիքին կնվիրենք, բայց մենք պիտի ունենանք երեխաներ։ Երկար չեմ ուզում ձանձրացնել ձեզ, ժողովուրդ ջան, մտածեք, ամեն ինչ շատ լուրջ է, իրոք ես եթե շատ անմիտ լիներ, բան չտեսնեի, դրա մեջ լրջություն չտեսնեի, հաստատ մեքենայիս ապագուն չէի գրելու ու ավելորդ քննադատությունների տեղիք չէի տա։ Վերլուծել եմ ու գտել եմ, որ իրոք պետք է։ Այդ 5-6-ն էլ իմիջիալոց ասեմ մեղմ եմ գրել, այնտեղ բազմակետեր էլ կա, 5-6 կարդում եք, դուք հասկացեք 7, 8, 9, 10։ Ուժ գտնենք մեր մեջ, կամք գտնենք մեր մեջ աշխատելու, չարչարվենք, երեխաներին գոնե ապահովենք մինիմալ սննդով ու ապրելակերպով, վստահ եմ, որ մեր ջանքերը անիմաստ չեն անցնելու։ Ես ասեցի օրական աշխատում եմ 14, 15, 16 ժամ, բայց այդ ժամանականակից գոնե օրական 2 ժամ տրամադրում եմ իմ փոքր երեխային ման տալու, զբոսնելու վրա։ Նես չի, որ իմ համար, իմ ընտանիքի համար հեշտ է, թե նյութապես, թե ժամանակի առումով, թե ջանքերի առումով, շատ դժվար է, գիտակցում եմ, որ դժվար է երեխա մեծացնելը, բայց չեմ ընկճվում, չեմ կոտրվում։ Ամեն ինչ անելու եմ, որ հասնեմ նպատակիս, գոնե 5 կամ գոնե 6 երեխա ունենամ։ Աստված խաղաղություն տա մեր երկրին։ Դիտարկում կա, որ մենք պիտի ունենանք նորմալ իշխանություններ, իհարկե պիտի ունենանք նորմալ իշխանություններ, իհարկե շատ շատերի սրտով չեն մեր ներկա իշխանությունները։
Իսկ նորմալ իշխանությունների ունենալու համար մենք պիտի ունենանք նորմալ սերունդ, պիտի ունենանք առողջ բանական սերունդ, ինչու՞ չէ նաև քանակապես շատ։ Սենց մի հատ կարծիք կա, ասում են ազգի 5-ից 10%-ն է որակյալ համարվում։ Հետևաբար նույնպես արդարացված է իմ միտքը, եթե օրինակ 3 միլիոնից համարենք 300,000-ը կամ 150,000-ը որակյալ, պատկերացրեք ինչքան լավ կլինի, եթե մենք Հայաստանում մեր տարածաշրջանում Անդրկովկասում ապրի 10 միլիոն կամ 20 միլիոն կամ 50 միլիոն հայ։ Պատկերացրեք դրանց 5 կամ 10%-ը որակյալ լինեն, մենք ինչ արդյունքների կհասնենք։ Շնորհակալ եմ Ժորժ ջան, եթե ինչ որ մի բան թերացա կամ ինչ որ խոսակցականս, ես ընդհանրապես սիրում եմ, որ մաքուր գրական հայերենով են խոսում, բայց փորձեցի ավելի շատ խոսակցական մակարդակով կիրառել հայերենը, դրա համար եւս ներողություն եմ խնդրում, քանի որ դժվարացա մաքուր գրական հայերենով արտահայտվել։ Մտածեք, շնորհակալ եմ ձեր տրամադրած ժամանակի համար։ Եթե կորոշեք, որ այս տեսանյութը արժանի է ձեր էջերում տարածվելուն, շատ շնորհակալ կլինեմ։ Նորից եմ ասում, իմ անձնական շահը չկա, իմ էջի տեսանելիություն եւ այլ այտենց բաներ չեմ մտածում։ Ես ուզում եմ, որ այս գաղափարը պարզապես շատ երեխա ունենալու գաղափարը շատ տարածվի Հայաստանում։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Հավատանք մեր ուժերին, հավատանք մեր բանակին, հավատանք մեր երկրին, մեր մտավոր պոտենցիալին ու հավատանք մեր վաղվա լավ գալիքին, լավ ապագային։ Աստված պահապան մեր երկրին, լավ եղեք։